La parole est à notre collègue Étienne Blanc pour le groupe Les Républicains. Merci, Monsieur le Président. Monsieur le ministre des Affaires étrangères, les négociations et les échanges entre l'Azerbaïdjan et l'Arménie se poursuivent pour mettre un terme à ce conflit né de la guerre du Haut-Karabakh. Արտաքին գործերի պարոն նախարար, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցություններն ու շփումները շարունակվում են, նպատակ ունենալով վերջ դնել Լեռնային Ղարաբաղի պատերազմից ծնված հակամարտությանը։ Սակայն մինչ այդ բանակցությունները շարունակվում են, միջազգային հանրությունը տեղեկանում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է դարավոր մշակութային եւ կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացում։ Խոսքը վերաբերում է մայր տաճարների, եկեղեցիների, գերեզմանոցների եւ տարբեր այլ շինությունների։ Միաժամանակ միջազգային հանրությունը տեսնում է, որ Լեռնային Ղարաբաղի 19 հայերը, որոնք այսօր պահվում են Բաքվում եւ դատապարտվել են միայն այն պատճառով, որ եղել են քաղաքական պատասխանատուներ եւ падգամավորներ, ստացել են չափազանց ծանր պատիժներ։ Այսօր նրանք շարունակում են մնալ կալանքի տակ եւ նրանց ազատ արձակումը ուշանում է։ Ամեն դեպքում կարճ կամ միջնաժամկետ հեռանկարում որևէ հստակ հեռանկար չի երևում։ Ուստի, պարոն նախարար, իմ հարցը բավականին պարզ է։ Որն է Ֆրանսիայի դիվանագիտական ուղղությունը։ Ինչ ռազմավարություն է այսօր որդեգրել մեր երկիրը պաշտպանելու այս ժառանգությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված է որպես մարդկության եւ առանձնահատուկ զգայուն համաշխարհային ժառանգություն։ Ինչ է անում կառավարությունը եւ ինչ է անում Ֆրանսիան այս բազմադարյա ժառանգությունը պահպանելու համար։ Երկրորդ հարցը. ինչ ջանքեր եք գործադրում, որպեսզի վերջապես ազատ արձակվեն այս բանտարկյալները, որոնք ինչպես հաղորդվում է, պահվում են անմարդկային, չափազանց ծանր եւ բարդ պայմաններում, եւ որոնց ազատությանը սպասում են նրանց ընտանիքները եւ ողջ Հայաստանը։ Extrêmement lourde dont les familles et dont toute l'Arménie attend la libération. Pour vous répondre, la parole est au ministre de l'Europe et des Affaires étrangères, Monsieur Jean-Noël Barrot. Merci, Monsieur le Président, Mesdames et Messieurs les sénateurs. Շնորհակալություն, պարոն նախագահ, հարգելի սենատորներ, պարոն սենատոր Էտիեն Բլան։ Նախ ցանկանում եմ ողջունել ձեր ներգրավվածությունը, ինչպես Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային իրազեկման խմբում, այնպես էլ Սենատի, Արևելքի քրիստոնյաների հետ կապերի խմբում, քանի որ դուք բարձրացրեցիք քրիստոնեական ժառանգության հարցը։ Այս առաջին թեմայի վերաբերյալ, ինչպես գիտեք, մենք շատ ներգրավված ենք Արևելքի քրիստոնյաների շահերի պաշտպանության գործում, ամեն անգամ, երբ նրանց կրոնական ազատությունը կամ ժառանգությունը վտանգված է։ Ահա թե ինչու, երբ դուք հիշատակում եք Լեռնային Ղարաբաղի հարցը, 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կոչ արեց մշակութային եւ հիշատակի հրադադարի։ Եվ հենց սկզբից մենք աջակցեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մեկնարկած դիտորդական առաքելությանը, որը ցավոք 2020 թվականից ի վեր արգելափակված է։ Մենք պահանջում ենք դրա ակտիվացումը եւ հետևում ենք միջազգային արդարադատության դատարանում ընթացող գործընթացին։ Վերջերս քրիստոնեական ժառանգության վայրերի անհետացման եւ վնասման վերաբերյալ բազմաթիվ համընկնող ահազանգերի ֆոնին Շուշիի եկեղեցին, Սուրբ Աստվածածին Մայր տաճարը եւ այլ վայրեր ընդհանուր առմամբ ավելի քան 44 հուշարձան 2021 թվականից ի վեր մենք աջակցեցինք Œuvre d'Orient կազմակերպությանը, որը Ալիվ հիմնադրամի հետ միասին, որի տասնամյակն այս տարի նշվում է, նախաձեռնեց նախ եւ առաջ Ղարաբաղի քրիստոնեական եւ հայկական ժառանգության գույքագրումը։ Ապա քանի որ դուք ինձ հարցնում եք ավելի լայնորեն Հայաստանի մասին, կցանկանայի մի քանի պահ անդրադառնալ Հանրապետության նախագահի վերջին 2 օրերի այցին, որը բացառիկ կարևորություն ուներ։ Հիշենք, որ 8 տարի առաջ Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո եւ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած խաղաղ հեղափոխության շնորհիվ կոռուպցիան զսպվեց, ստեղծվեցին նոր դաշինքներ եւ քայլ արվեց դեպի Եվրոպա։ Վերջին 2 օրերին հենց Հայաստանում հավաքվեց եվրոպական քաղաքական համայնքը։ Առաջին անգամ կայացավ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գագաթնաժողով, ինչպես նաեւ ձևավորվեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև նոր համագործակցություններ, շարունակելով այն ուղղությունը, որը Ֆրանսիայի ներկայիս վարչապետը այն ժամանակ որպես պաշտպանության նախարար համաձայնեցրել էր 2024 թվականի ձմռանը պաշտպանության ոլորտում։ Ուստի Հայաստանը հսկայական քայլ է կատարել դեպի Եվրոպա, եւ մենք ողջունում ենք դա։ Merci.